իրենք այսպես են մտածում, որ եթե 2040 թվականին ինչ-ինչ պատճառներով ուժերի հավասարակշռությունը փոխվեցի օգուտ Հայաստանի, ոչ կարևոր չի ինչ պատճառներով, որտեղ իրենց մոտ նավթը վերջացավ կամ Հայաստանում, չգիտեմ, ինչ որ ֆանտաստիկ հայտնագործություններ եղան կամ մենք սկսեցինք ավելի արդյունավետ օգտագործել Սփյուռքի ներուժը կամ նույնիսկ կարևոր չեն պատճառները։ Իրենց պատկերացմամբ 2040 թվականին Հայաստանը կարող է ասել հարգել է Ադրբեջան, այնինչ դու արել ես 2020-23 թվականին, արել ես միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով, հետեւաբար կամ պետք է այս ամեն ինչը գոնե մի մասը, այսպես ասենք, պատմության անիվը հետ պատտեցնենք, օրինակի համար հայերը պետք է վերադառնան Արցախ, միջազգային երաշխիքներով եւ այլն, կամ էլ ես չեմ կարող բացառել զենքի կիրառումը, ընդ որում դա կարող է լինել թե Արցախի ուղղությամբ, դա կարող է լինել Նախիջևանի ուղղությամբ։ Եվ ըստ ադրբեջանցիների, եթե նման վիճակ ստեղծվի, այսինքն ուժային բալանսը փոխվի, նույնիսկ եթե ընդունենք, որ Հայաստանում իշխանության ղեկին են մարդիկ, ովքեր առանձնապես չունեն հայնասիրական կամ ազգասիրական կամ ազգայնական նկրտումներ, նույնիսկ այդ մարդիկ տեսնելով, որ ուժային բալանսը Հայաստանի օգտին է, կարող են մտածել, իսկ ինչու ոչ, ինչու Ադրբեջանի չպատժել 20 տարի առաջ իր արածների համար։ Հետեւաբար, նորից եմ ասում, իրենց համար կարևոր է, որ առնվազն առաջիկա մի 20-25 տարիների ընթացքում, ինչքան հնարավոր է կանխատեսել, Հայաստանը լինի շատ ավելի թույլ,